Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 30-ին։ Արշալույս գյուղի բնակիչ 58-ամյա կինը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ տնից եւ բակից գողացել են իրեր։ Հաղորդումը փոխանցվեց համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ բացահայտման գործում աջակցության եկան նաեւ Արմավիրի մարզի քրեական ոստիկանները։ Չնայած հանցագործության վերաբերյալ հաղորդումն ուշացած էր, բացահայտումն արագ արդյունք տվեց։ Համատեղ միջոցառումների արդյունքում հաղորդման օրը ժամը 11:35 գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց եւ Վաղարշապատի բաժին ներկայացվեց նույն գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը։ Վերջինս խոստովանել է, որ ապրիլի 19-ին գործիքով բացել է 58-ամյա կնոջ տան եվրոպատուհանն ու գողացել օծանելիք եւ 9 շիշ կոնյակ, իսկ խորհրդանոցից տարել է կենցաղային առարկաներ, նախնական տվյալներով տուժողին պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս։ Նաեւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մայիսի 2-ին ժամը 17-ի սահմաններում Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վարժտի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով Երևանի Աճառյան փողոցում ձերբակալել եւ իր վարած Nissan Magnus-ի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Ավանի բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 25-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 9 եւ թղթե 1 փաթեթ լցված մարիխուանայի նմանվող զանգվածով։ Նաեւ կազմված փաստաթղթերը ներկայացվել նախաքննական մարմին։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք զինամթերք է պահում։ Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե։ 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից։ Նա ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ այգուց հայտնաբերվել է կարաբին տեսակի մարտական ակոսափող հրազեն, իսկ ննջասենյակում տարբեր տրամաչափի 9 փամփուշտ։ 50-ամյա տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ապրիլի 28-ից մայիսի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4441 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 146 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստավ վիճակում մեքենա վարող 143, առանց վարորդական իրավունքի վկայականի 274 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 23, չամրակապված վարելու 802, առանց մանկական նստատեղի քարսիթի 14, վարելու ընթացքում ծխելու 406, վարելիս հեռախոսից օգտվելու 312, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 36 եւ 1637 այլ իրավախախտում, 113 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 325-ը տեխնիկական զննություն չանցած, 62-ը լուծարձակների անսարքությամբ, 51-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 74 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14380 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 247 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստավ վիճակում մեքենա վարող 219, առանց վարորդական իրավունքի վկայականի 643, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 2 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 60, կեղծ հաշվառման համարնիշով երթևեկող 1, չամրակապված վարելու 3167, առանց մանկական նստատեղի քարսիթի 164, վարելու ընթացքում ծխելու 462, վարելիս հեռախոսից օգտվելու 542, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 45, արագության գերազանցման 2302 եւ 4229 այլ իրավախախտում, 415 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 1567-ը տեխնիկական զննություն չանցած, 421-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 12 բեռնատար, 129-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 44 անձ։
Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 ապատիկի չափով 20000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիլ։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։